Ողջույն սիրելի դիտորդներ, եթերում է Career Shock podcast հաղորդաշարը, ես Նարինեն եմ, իսկ իմ հյուրն է այսօր տաղանդավոր, ճանաչված եւ շատ սիրված դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։ Ողջույն պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք մեր հյուրը լինելու հրավերը։ Բարև ձեզ, ես նույնպես ուրախ եմ, որ այսօր ձեր հյուրն եմ։ Շատ բարի։ Պարոն Խաչատրյան, արդեն երկար տարիներ է ինչ ապրում եք Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսը ի վերջո դարձել է ձեզ համար տուն, թե դեռ հյուրի կարգավիճակում եք զգում այստեղ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանից դուրս, մանավանդ եթե պատանեկությունը անցկացրել ես Հայաստանում, հայրենիքում, ուր էլ գնաս, դու մեկա հյուրի կարգավիճակում ես։ Իսկ Ամերիկան ձեզ ինչ-որ բան սովորեցրեց Հայաստանի մասին։ Շատ բան։ Կպատմեք։ Մի քիչ ծավալուն հարց է եւ ես չգիտեմ մենք ունենք այդքան ժամանակ թե չէ, բայց առաջի բանը, որ Ամերիկայում իմ ամենամեծ տպավորությունը Ամերիկայում դա պետության ազդեցություններ մարդկանց վրա, մարդկանց գիտակցության վրա, ոնց են իրենք հարգում, օրինակ մենք ասում ենք մեր հողն ու ջուրը մեր չգիտեմ ինչը, բայց ամերիկացիք իրանց պետությունն են հարգում, իրանց օրենքն են հարգում, իրանց պետականությունն են հարգում։ Ես եւ կարոտում են իրանց պետականության ու ամեն տեղ աշխարհում երևի թե փնտրում են իրենց պետականությունը ու իրենց դեմոկրատիան, ասեմ, չգիտեմ, դեմոկրատիա բառը մի շատ է ծեծվել այս վերջի տարիներին, բայց ամեն դեպքում իրանք իրենց պետականությունն են փնտրում եւ սիրում ու կարոտում երևի թե։ Ես ավելի շատ նկատի ունեմ, կա ինչ-որ բան, որ Ամերիկան ձեզ սովորեցրեց Հայաստանի մասին։ Այսինքն այստեղ գտնվելով կան ինչ-որ բաներ, որ դուք վերարժևորեցիք Հայաստանում։ Իհարկե։ Իհարկե դու ուզում ես, որ քո երկիրը, քո հողն ու ջուրն էլ ունենա այս պետականությունը, այս կարգերը եւ այս պետական ձևաչափը եւ օրենքի արկայությունը քո երկրում էլ լինի, որովհետեւ պետությունը դե յուրաքանչյուր օրենք սահմանափակում է նշանակում, այսինքն մենք սովոր չենք, մենք չգիտենք ինչ է նշանակում չի կարելի, երբ որ հային ասում են չի կարելի, նա մտածում է որ իսկ գուցե ինչ որ ձևով, ինչ որ ճանապարհներով կարելի է, բայց չէ, չի կարելի։ 90-ականներին, երբ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ, տևական ժամանակ չէիք զբաղվում ձեր աշխատանքով, կատարում եք այլ աշխատանքներ, կուզեի իմանալ ինչ է զգում արվեստագետը, երբ չի զբաղվում իր սիրած գործով։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որը ունի սիրած գործ, սիրած աշխատանք, զգում է նույն բանը, երբ որ զբաղվում է ոչ իր սիրած գործով։ Այսինքն, երբ որ գիտեք, երբ որ հոբբի է դա մի բան է, բայց երբ որ մասնագիտություն է եւ սիրված մասնագիտություն, արդեն լրիվ տարբեր վերաբերմունք եւ տարբեր զգացողություն է։ Իհարկե շատ ծանր է, երբ որ դու առաջ որ դու քո սիրած մասնագիտությամբ ընտանիքդ է իր պահում, հիմա շատ դժվար է, երբ որ դու ստիպված ես ուրիշ գործ անել, ոչ քո սիրած գործը, ուրիշ գործ անել եւ ընտանիքդ պահել այդ աշխատանքով։ Որքան ժամանակ անցավ մինչև ետ վերադարձաք ձեր դերասանական մասնագիտությանը։ Դե գիտեք, երեխաները անցան 15 տարի երևի, բայց այդ ընթացքում ես անընդհատ գործի մեջ էի, իմ գործի մեջ, իմ սիրած աշխատանքի մասնագիտության մեջ, բայց այդ ընթացքում դա կրում էր հոբբիի ավելի շատ, այնքան որ հոգևոր քաղցդ բավարարես, այդքան ոչ մասնագիտական, ոչ պրոֆեսիոնալ, այլ ուղղակի այնքան որ հոգեկան բավարարվածություն ունենաս, այդքան, այդ չափով։ Պատմել եք, որ բավականին գրքասեր պատանի եք եղել, ինչ գրքեր էիք կարդում, ինչ ժանրի գրականություն էիք նախընտրում։ Տարբեր, սկսել էի
երևի ավելի ռոմանտիկ գրականությունից, սկսել էի ավելի արկածային գրականությունից, բայց հետո արդեն գնաց եւ արդեն տարիքի հետ համեմատ գալիս էին ավելի փիլիսոփայական, ավելի հոգեվորական, հոգեվոր գրականություն եւ կա ինչ որ գիրք, որ ձեր կյանքում հատուկ նշանակություն ունի։ Հատուկ առանձին գիրք չէ, բայց հեղինակ կա, որը իմ կյանքում շրջադարձային եղավ, դա ամերիկացի գրող Ջեք Լոնդոնն է, որ իմ կյանքում շրջադարձային եւ տղամարդկության երևի որպես հոմանիշ, որպես օրինակ իր ամբողջ պատմվածքների շարքը, հատկապես Կլոնդայքի հետ Ալյասկայի պատմությունների շարքը բավականին բնավորություն կերտելու ազդեցություն ունեցավ իմ վրա։ Շատ բարի։ Անցնենք Սունդուկյան թատրոն։ Ինչպիսին էին ձեր առաջին տպավորությունները, երբ մուտք գործեցիք թատրոն։ Ունեիք այդ ամբողջական պատկերացումը, թե որտեղ է գտնվում եւ ուր էր տանելու ձեզ կյանքի ճանապարհը։ Թե ուր էր տանելու չգիտեմ, որովհետեւ այդ ժամանակ երբ մտնում ես մի տաճար, որը քեզ համար հետո է տաճար դառնում, հետո ես հասկանում, որ տաճարում ես դու գտնվում եւ չգիտես ուր կհասնես, ուր կգնաս, որովհետեւ ճանապարհը այնքան ոլոր-մոլոր ու խոչընդոտներով լի է, որ չգիտես որտեղ կսայթակես, որտեղ վազելով կանցնես, որ հատվածը վազելով կանցնես, որ հատվածում կսայթակես։ Հենց որ դա մի քիչ բարդ հարց է եւ անկանխատեսելի ճանապարհ է։ Այո, ամեն դեպքում չեք պատկերացնում, որ մի օր կհայտնվեք այստեղ, կլինեք այսքան ճանաչված ու սիրված, հետաքրքիր է։ Այդ մասին չես էլ մտածում ճանաչված ու սիրված լինելու, մտածում ես ավելի շատ մասնագիտության մեջ հաջողելու, որի արդյունքը հետո ճանաչված եւ սիրված լինելն է։ Այո։ Եվ աշխատելով Սունդուկյան թատրոնում, գիտեմ, որ ձեզ հետ աշխատել են մեծանուն դերասաններ Վարդան Աճեմյան, Մհեր Մկրտչյան եւ այլ, կան ինչ-որ հետաքրքիր պատմություններ այդ ժամանակաշրջանի հետ կապված, որ հատուկ հույզեր եւ ժպիտ են առաջացնում հիշելիս։ Դա գիտեք, ժպիտ շատ դրվագներ են առաջացնում, որովհետեւ անընդհատ հումորը անընդհատ արկա էր մեր հարաբերությունների մեջ, հատկապես երբ որ քո կուրսի ղեկավարներից մեկը Մհեր Մկրտչյանն է, ինձ համար երևի ավելի մեծ ողբերգակ, քան կատակերգ դերասան, եւ երեք ես ուզում եմ հիմա հիշել, թե ինչ դրվագներում էր, որ հումոր կար ու չեմ կարողանում, որովհետև երևի թե ամեն մի հումորից հետո, ամեն մի հումորի տակ կար նաև թախից, որը գիտեք sense շղարշի նման տակից գալիս էր։ Ամեն հումորի հետ, ամեն ծիծաղալու դրվագի հետ։ Բայց այնուամենայնիվ իհարկե առանց հումորի, առանց ծիծաղի այդ մասնագիտությունը երևի դժվար է հաղթահարել մասնագիտական խոչընդոտները, եթե չկա հումոր, եթե չունես հումոր, եթե չունես վերաբերմունք հումորի նկատմամբ եւ եթե չունես թեթև վերաբերմունք քո մասնագիտությանը։ Այո։ Իսկ դուք ավելի հեշտ ընտելացաք թատրոնին, թե կինոյին։ Գիտեք, մինչև հիմա չեմ ընտելացել։ Ոչ կինոյին, ոչ թատրոնին։ Երկուսն էլ ինձ համար անընդհատ նոր բաներ բացահայտելու կարծես առիթ են տալիս եւ անընդհատ կինոյում էլ թատրոնում էլ նոր բաներ ես բացահայտում քեզ համար, որ առաջ
կարծես թե գիտեիր, բայց ոչ այդ կտրվածքով, ոչ այդ ձևով։ Անընդհատ ինչ-որ նոր տեսանկյունից ես տեսնում քեզ շատ ծանոթ բաները, անընդհատ բացահայտումների մեջ ես։ Իսկ ներկայացումներից, նկարահանումներից առաջ դեռ հուզվում եք, թե տարիների հետ միասին, այո։ Իհարկե հուզվում եմ, իհարկե ամեն ուղղակի հիմա գիտեք այդ մասնագիտական պրոֆեսիոնալիզմ ասած բանը ավելի սովորում ես ավելի քիչ ցույց տալ այդ պահին ինչ ես զգում, քան առաջ հա սուրպրայզ է լինում անընդհատ հիմա ուղղակի ավելի կարողանում ես զսպել, ավելի քողարկել եւ ավելի աննկատ անցկացնել այդ զարմանքդ ու բացահայտումդ։ Այո, այդ հուզմունքը ավելի շատ լինում էր թատրոնում, թե կինոյում նկարահանումներից առաջ։ Կախված էր սիտուացիայից։ Հուզմունքը ընդեղել նույնն է, ընդեղել ուղղակի թատրոնում երբ որ դու լսում ես, զգում ես հանդիսատեսի շունչը եւ հանդիսատեսի ռեակցիան, կինոյում ի դժվարություն կինոյի որպես մասնագիտություն դու չես զգում այդ շունչը, այդ հանդիսատեսի կենթանի ռեակցիան չես զգում, ուղղակի սառը աչքա քեզ նայում ու դու պետք է ենթադրես այդ ամեն ինչը։ Թե ինչ ռեակցիա կտա հանդիսատեսը։ Այո։ Եվ դուք լինելով եւ թատրոնի դերասան, եւ կինոյի, եւ նաեւ ունենալով պրոդյուսերական փորձ Գարունա ֆիլմի հետ կապված, այդ 3 ոլորտներից որն է ձեզ ամենահոգեհարազատ դերասանի գործը։ Կինոյում։ Որևէտեղ։ Այո։ Կինոյում էլ թատրոնում էլ դերասան լինելը ամենա հարազատն է ինձ համար երևի։ Իսկ դուք սիրում եք ձեզ դիտել էկրաններին, թե այն դերասանների թվին։ Միշտ չեմ կարողանում չեք կարողանում ընտելանալ իմ պատկերին, միշտ հիմա չեմ կարողանում ընտելանալ իմ տեսքին էկրանի վրա։ Հետաքրքիր է։ Ձեր նախորդ հարցազրույցներից մի քանիսում ասել եք, որ երբ հարցրել են, թե արդյոք ձեր զավակներն էլ ձեր մասնագիտական ոլորտից են, ասել եք փառք Աստծո ոչ։ Ինչու չէիք ուզի, որ ինչու չէիք ցանկանա, որ որովհետև չէի ուզենա նախ այդքան ծանր բեռի տակ մտնեին, մեկ, երկրորդը չէի ուզենա, որ գիտեք, ես չգիտեմ, ես ինչքանով եմ հաջողել իմ մասնագիտության մեջ, բայց այնուամենայնիվ դատելով այն վերաբերմունքից ինչ որ կա ժողովրդի կողմից, երևի ինչ որ բանի հասել եմ։ Ես չէի ուզենա, որ իմ երեխաները ավելի պակաս գնահատվեին մասնագիտության մեջ կամ ավելի պակաս ունենային, քան գիտեք, այս մասնագիտությունը այնքանով նաև նրանով է ծանր ու դժվար, որ երբ որ դու չես սիրվում հանդիսատեսի կողմից, այդ շատ ծանր բեռ է։ Չնայած սերը տանելն էլ հետև չի, հեշտ չի, բայց չսիրվելը ավելի, կարծում եմ ավելի ծանր բեռ է։ Ինչու հեշտ չի սիրված լինելը, ինչ դժվարություններ կան։ Որովհետև ես չեմ ուզում ես Մհեր Մկրտչյանի օրինակի վրա կբերեմ, որովհետև գիտեք, երբ որ չափազանց շատ են սիրում քեզ ու ամեն րոպե քաշքշում են, դա էլ անձնական տարածքի խնդիր է երևի։ Ես հիշում եմ, որ մենք գնում էինք գաստրոների կամ որևէ տեղ Մհեր Մկրտչյանի հետ, այդ ժողովրդի պոպուլար լինելը, ժողովրդի սերը այնքան էր ծանրանում իր վրա, այնքան էր ծանրանում, որ ես կողքից զգում էի, թե ինքը ինչ չես կարող մարդկանց կոպտել, որովհետև գիտես, որ սիրում են մարդիկ քեզ, ես սիրո արտահայտությունն է, բայց
անընդհատ այդ սերնելա ծանրանում էլի ոնց որ Հասկանալի է։ Պարոն Խաչատրյան, որոնք են լավ դերասանի ամենակարևոր հատկանիշները, ամենակարևոր որակները։ Մարդ մնալը։ Որովհետև գիտեք ես ունեցել եմ օրինակներ, երբ որ դերասանը մի քիչ ժողովրդականություն ավայելել եւ սիրվել ասենք բան եւ տեսել եմ ոնց են իրանք փոխվում, ոնց են իրենք հանգարց մարդուց դառնում ինչ որ մի երևույթ, որը անհասանելի է կամ անմատչելի է մարդկանց համար։ Երբ որ դու չես վերադասում մյուսներից, երբ որ դու քեզ զգում ես անենց ոնց որ ասենք էիր միջևետ, չես խորշում մարդկանց հետ շփվելուց։ Այո, լիովին համաձայն եմ։ Մարդ մնալը երևի յուրաքանչյուր մասնագիտության ամենակարևոր հատկանիշն է։ Երևի։ Այո, իսկ դերասանի համար բարձր էմոցիոնալ ինտելեկտը անհրաժեշտ է հատկապես էմպաթիայի առումով։ Գիտեք, դերասանը նախ պետք է լինի իմ կարծիքով, նախ պետք է լինի ինտելեկտուալ, պետք է լինի եւ էմոցիոնալ, որովհետեւ դու չես կարող արտահայտել էմոցիաներդ թեորետիկ ձևով։ Դու ուղղակի պիտի ջղայնանաս, պիտի լացես, պիտի հուզվես եւ որ հուզես հանդիսատեսին, որ ավելի հասկանալի դարձնես հանդիսատեսի համար քո ամեն մի բառը, որ դու ասում ես էկրանից կամ թատրոնում։ Այ հենց այդ նույն համատեքստում էմոցիոնալ լինելու համար մեծ դերասանը կարող է առանց ներքին ցավի ունենալ այդ էմոցիոնալ վիճակը, հոգեվիճակը, չի կարող։ Չի կարող, ես միշտ երբ որ բաների հետ զրուցում եմ ավելի երիտասարդ դերասանների հետ, միշտ իմ ամենա մեծ բանը, որ ես ասում եմ իրենց, ասում եմ, որ երբեք չխնայեք ձեզ, երբեք խաղալու ժամանակ չխնայեք ու կեսվոտ չանեք ոչ մի բան, եթե հուզվում եք, ուրեմն հուզվեք միջև վերջ, եթե ջղայնանում եք, ջղայնացեք, ահա որ գուցե մի քիչ ավելի շատ, քան պետք է, բայց ոչ պակաս։ Ոչ պակաս։ Երբեք դերասանը ինքը երբեք չպետք է խնայի իրեն։ Դե լավ, այս անգամ ցած ձեռի հետ կանեմ, կանցնի կգնա, չի անցնի, չի գնա։ Չի լինի, որովհետև դու ուրիշ գործիք չունես քեզ, քո օրգանիզմից, քո մարմնից բացի դու ուրիշ գործիք չունես, որ ավելի լավ նվագես կամ ավելի բարձր, ավելի ցածր։ Էսա, դու ես։ Եղել է որևէ դեր, որ ձեր կյանքում խորը հոգեբանական հետքեր է թողել կամ որևէ կերպար, որին այնքան եք ձուլվել, որ դժվարությամբ եք գտել ձեր սեփական եսը։ Այդպես կերպար չեմ հիշում, որից հետո ես դժվար վերադառնամ դեպի ինձ։ Ես չեմ հիշում այդպես կերպար, որ եղել են կերպարներ, որոնց դժվարությամբ եմ կերտ բան արել, իրականացրել, եղել են կերպարներ, որոնք ծանր են նստել իմ վրա եւ հոգեպես եւ իմ ազդել են իմ հոգեկանի վրա, բայց անենց որ դժվար վերադառնամ իմ եսին, չեմ հիշում այդպես կերպար։ Իսկ ինչպես եք պաշտպանում ձեզ էմոցիոնալ առումով, երբ ծանր ու ցավոտ դերեր եք խաղում։ Չեմ պաշտպանում։ Ուղղակի չեմ պաշտպանում, տրվում եմ այդ բանին ու եթե սկսեցիր քեզ պաշտպանել, նոր մի քիչ առաջ էի ասում, որ ես նկատի ունեմ դերից հետո, ասենք, չէ, դերից հետո արդեն Արմեն Ջիգարխանյանն ասում էր շունչ եմ քաշում, մտնում եմ կերպարի մեջ, հետո դուրս եմ գալիս արտաշնչում։
Դե դերից հետո գիտեք իմ կարծիքով դերասանը միշտ ունի այդ կոնտրոլը, որ ինչքան էլ տրվում ես դերին, բայց մեկը քո եսը չես մոռանում ընթացքում, որովհետև քո եսի միջով է այդ ամեն ինչը գալիս, քո եսի միջոցով է գալիս այդ ամեն ինչը, եւ դու քո եսը ինչ որ տեղ, ստեղ միշտ ներկա է։ Պարոն Խաչատրյան, իսկ ձեզ համար որ զգացմունքն է ամենադժվարը եղել խաղալ։ Ոչ չգիտեմ, չեմ մտածել, չնայած ես ամբողջ իմ կյանքում երազել եմ բացասական դերեր խաղալ, որովհետև միշտ գտել եմ, որ բացասական դերը ավելի գունեղ է, որպես դեր, որպես դերակատարում ավելի գունեղ է եւ ավելի դերի վարումներ ունի, քան դրական դերերը ոնց որ նստես պրոտոկոլ կամ application դրացնես, անհետաքրքիր են դերական դերերը, բայց բացասական դերերի մեջ շատ ավելի կյանք կա, շատ ավելի ճիշտ է, չարություն կա, բայց կյանքը շատ է մեջ էլի, ավելի բազմակողմանի է բացասական դերը, մանավանդ երբ որ դու փորձում ես այդ բացասական կերպարը արդարացնել քո վարքով, քո ամեն ինչով փորձում ես արդարացնել եւ իր ճշմարտությունն ես առաջ տանում։ Ամեն դեպքում բացասական դերերի մեջ ավելի շատ կյանք կա, քան դրական դերերի մեջ։ Իմ կարծիքով։ Այո, ես դա շատ ուրիշ դերասաններից եմ լսել, որ շատերը սիրում են բացասական դեր խաղալ, նույն պատճառով, որ ճիշտ է, երևի չսիրվես այդքան հանդիսատեսի կողմից։ Չնայած էլի ունենք այդ օրինակը, օրինակ Ավետ Ավետիսյանը իր ամբողջ կյանքում խաղաց բացասական դերեր, իր ամենամեծ դերերը բացասական դերերն էին, բայց այնուամենայնիվ ինքը այնքան մեծ հարգանք ու սեր էր վայելում ժողովրդի մեջ, որ դեռ սիրում էին, միշտ սիրում էին, այո։ Որքան էլ որ մարդ սիրի իր մասնագիտությունը, լինի պրոֆեսիոնալ տվյալ մասնագիտության մեջ, յուրաքանչյուրն էլ անցնում են ինչ-որ ճանապարհով, որտեղ հանդիպում են մասնագիտական շոկերի։ Ունեցել եք արդյոք մասնագիտական շոկեր եւ ինչ ազդեցություն է այն թողել ձեզ վրա։ Եղել են դրվագներ, որոնք որ ինձ օրինակ զարմացրել են իմ մասնագիտության մեջ։ Ես չգիտեմ, մի անգամ պատմել եմ կամ հարցազրույցներից մեկում եղել է այդ թեման, ես շոկ ապրեցի մի անգամ, նկարվում էինք իմ առաջի ֆիլմներ, առաջի երկրորդ ֆիլմներ, իմ բախտը բերել է, որ ես միշտ աշխատել եմ նենց շատ անվանի դերասանների հետ, շատ, այս ֆիլմում նկարվում է Ջիգարխանյանի հետ, եւ կար մի տեսարան, երբ որ Արմեն Ջիգարխանյանը կռանում էր իմ գլխավերևը եւ շատ էմոցիոնալ տեքստ էր ասում եւ ես զգում էի, որ ինքը ինձ խեղճացնում է, ինքը որպես դերասան ճնշում է իմ վրա ու տենց եղավ, հետո այդ անցան տարիներ, ես եկա Ամերիկա եւ մի անգամ ստեղ ամերիկյան ֆիլմերից մեկում նկարվելու ժամանակ դիմացի դերասանի աչքերում տեսա այն ինչ որ ես էի զգում այն ժամանակ Ջիգարխանյանի իմիջիայլոց այդ պատմեցի Ջիգարխանյանին մի օր ունես անկանխատեսելի հուզվեց ունես աչքերը լցվեց բան որ ես ինձ համար անսպասելի էր լուրջ ես ասում տենց այդ էր որ ինձ համար տենց շոկ էր որ ես տեսա այդ դերասանի աչքերի մեջ այն ինչ որ ես զգում էի այն ժամանակ երբ որ Ջիգարխանյանն էր ինձ էմոցիոնալ բան բացատրում կամ մի բան էր ասում որ բայց նկատի ուներ լրիվ ուրիշ բան ես հասկացա որ ինչ որ էտապ անցել եմ արդեն մասնագիտության մեջ
Ես հասկացա, որ արդեն կարողանում եմ փոխազդել իմ պարտներների վրա։ Այդ առաջի բանն էր ինձ համար, որ ազդակ ասեմ, թե նշան ասեմ, որ ես ինչ որ մի չափորոշիչ անցել եմ արդեն։ Դերասանական աշխարհում ինչ երևույթներ կան, որ կարող է դերասանին հիասթափեցնել կամ վիրավորանք պատճառել։ Շատ բան կարող է վիրավորանք պատճառել, սկսած անուշադրությունից, անտարբեր վերաբերմունքից, մինչև բառերով վիրավորելը։ Ամեն ինչ կարող է վիրավորանք պատճառել դերասանին, մանավանդ եթե դա վերաբերում է իր մասնագիտությանը, մանավանդ երբ որ դա մասնագիտական վերաբերմունք է իր հարացի նկատմամբ, իր մասնագիտության նկատմամբ, ամեն ինչ կարա վիրավորի եւ հիասթափեցնի դերասանին։ Իսկ եղել է երբևէ, որ այնքան եք հիասթափվել կամ վիրավորվել, որ փոշմանել եք ձեր կատարած մասնագիտական որոշման վրա։ Չէ, այդքան չի եղել։ Այդ աստիճան չի եղել իհարկե, եւ ես ուրախ եմ դրա համար, որովհետեւ ես չգիտեմ, եթե ես հանկարծ հիասթափեի մասնագիտությունից, ես ինչ կանեի հետո։ Լավ, վերադառնալով ներկայիս գործունեությանը, ինչ նախագծերի մեջ եք ներառված, ինչ կարող է սպասել հանդիսատեսը ձեզանից։ Այս պահին մի քանի բան ունեմ ֆիլմերի, ոչ թե հրավերներ, այլ ուղղակի բանավեճեր ունենք մի քանի ֆիլմերի վերաբերյալ աշխատանքային process-ի մեջ ենք, չգիտեմ կնկարվեմ թե չեմ նկարվի ֆիլմը, դե գիտեք ինչ ֆիլմը շատ բաներից է կախված, ֆիլմը կիրականանա թե չէ, սկսած շատ պրոզայիկ երևույթից գումարից, որովհետև կինոն բավական ծախսատար մասնագիտություն է եւ ցավոք սրտի շատ ժամանակ լավ գործեր, լավ պրոյեկտներ մնում են տես թղթի վրա, հենց գումարի պատճառով։ Բայց այնուամենայնիվ կան խոսակցություններ, հիմա չեմ ուզում ասել ինչ չէ, ինչ չի, որովհետև նախ պրոջեկտներ են, որոնք որ կարող է իրականություն դառնան, կարողա չէ։ Դեռ ընթացքի մեջ են։ Հա, ուղղակի այդ աշխատանքային process-ի մեջ են։ Իսկ ինչպես է գնահատում այսօրվա հայկական ֆիլմ արտադրությունը։ Ինչ կուզեիք փոխել, եթե հնարավոր լիներ։ Կուզենայի, որ մի քիչ ավելի շատ պրոֆեսիոնալիզմ լիներ, որովհետև հիմա մասնագիտության մեջ այնքան սիրողական բաներ են մտել, այնքան սիրողական էլեմենտներ են մտել, որոնք ցավոք սրտի չեն էլ նկատվում, սկսած կադրի պաստանովկայից վերջացրած դերասանական աշխատանքով։ Էլի ֆինանսների հետ կապված է այդ ամենը, թե ոչ այնքան։ Ամեն ինչ ֆինանսների հետ է կապված։ Լավ դպրոց ունենալն է կապված ֆինանսների հետ։ Չնայած սովետական ժամանակ, ասենք, այդքան էլ ֆինանսների հետ կապված չէր, որովհետև բոլորը համատարած ֆինանս չունեին։ Կար պետություն, որը ֆինանսավորում էր ամեն ինչ, եւ կար պետություն, որը դպրոցներ էր ստեղծում, բայց հիմա քանի ամբողջ ամեն ինչ մասնագիտացված է, ամեն ինչ մասնավորացված է, դպրոցներն են վերանում, ցավոք, ճիշտ դպրոցները, ճիշտ մասնագիտական դպրոցներն են վերանում, գիտեք, որ շատանում են, այդ չի նշանակում, որ ավելի լավանում են, հենց շատանալն է երևի բերում, որ սիրողականությունը ավելանում է։ Ինչ տվեց ձեզ հաջողությունն ու հանրային ճանաչումը եւ ինչ վերցրեց ձեզանից։ Ինչ տվեց։ Նախ սկսենք ինչ տվեց։ Գիտեք, մի քիչ դժվարանում եմ ասել ինչ տվեց, մի ամբողջ կյանք երևի գոհունակություն մասնագիտությունից, չնայած
ասեմ, որ ես կարծում եմ, որ իմ լավագույն դերը դեռ չեմ խաղացել, որ իմ ամենա երազած դերը դեռ չեմ խաղացել, ուզում եմ տենց կարծեմ, որ ուզում եմ որ տենց լինի, որովհետև երբ որ արդեն կարծում ես, որ սա է, սրանից են գոմել դեր չես խաղալու, արդեն կյանքդ վերջանում է ոնց որ թե կյանքդ ես դնում, ամեն ինչ նվիրում ես քո մասնագիտությանը եւ ինչքան երբ որ այդ նվիրումն ու հետադարձը հավասարաչափ է լինում, բավարարված ես քո մասնագիտությանով, քո արածով մասնագիտության մեջ, իսկ երբ որ անհավասար է տվածդ ու ստացածդ կամ ակնկալիքդ, ես կարծում եմ, որ այդ առումով ես մի քիչ ավելի երջանիկ մարդ եմ, որովհետև իմ տվածն ու ստացածը կարծես բալանսի մեջ է։ Այո։ Եթե հնարավոր լիներ նորից ապրեիք ձեր կյանքը, ունենալով հնարավորություն միայն մեկ բան փոխելու, ինչ կփոխեիք։ Մասնագիտությունը հաստատ չէի փոխի։ Չգիտեմ ինչ կփոխեի։ Երևի թե չգիտեմ։ Երևի ոչինչ չէի փոխի։ Մոտենալով ավարտին, ուզում եմ վերջին հարցը տալ։ Եթե հանդիպեիք երիտասարդ Ալիկին, ով նոր քայլեր էր ձեռնարկում մտնելու թատերական աշխարհ, ինչ մնայուն խորհուրդ կտայիք նրան։ Խորհուրդ կտայի, որ չխնայի իրեն ու ամեն ինչ անի, որ հաջողի իր մասնագիտության մեջ, որովհետև մենք շատ ժամանակ փորձում ենք կիսատ անել, դե կանեմ էլի, տենց այս մասնագիտության մեջ այտենց չի լինում, դու չես կարող, մի քիչ հղի լինել չես կարող, այս են մասնագիտությունն է, որ դու կամ հղի ես, կամ չես, կամ անում ես, կամ չես անում, որովհետև կիսատ տոների մեջ դու չես կարող ես մասնագիտության մեջ հաջողես։ Ես միակ բանը, որ ափսոսում եմ այն իմ կես ոտ խաղացած դերերի համար, անենց մի քիչ իմիջայլոց այն դերերին, որոնց իմիջայլոց եմ նայել։ Չի կարելի։ Այս մասնագիտության մեջ չես կարող այտենց։ Պարոն Խաչատրյան, անչափ շնորհակալ եմ ձեզ անկեղծ, խորքային եւ բովանդակալից զրույցի համար։ Ես եմ շնորհակալ եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկ ձեզ սիրելի դիտորդներ, ուզում եմ հիշեցնել, որ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով subscribe կոճակը, որպեսզի բաց չթողնեք ահա այսպիսի հետաքրքիր զրույցներ։